Տիկին Գրիգորյան, դուք հայտնվել եք դատարանում։ Մի այսպիսի հարցադրում, եթե չլինեիք օրինակ Մանվել Գրիգորյանի դուստրը, ըստ ձեզ այս հետապնդումները կլիներ ձեր անձի նկատմամբ։ Փորձենք չքաղաքականացնել, հուսանք դատարանը արդեն իր գործընթացով կապացուցի։ Մնացածը չեմ ուզում ավել հարցերի պատասխանել։ Գեներալի նկատմամբ ինչու էսպես վարվեցին ձեր հոգու խորքում որպես իր դուստր։ Կարծում եմ կարդարացնեն իրան, ժամանակը կգա։ Բայց ընտանիքի անդամների մահվանից հետո էլ հանգիստ չեն տալիս։ Ձեզ, որդիներին։ Գնահատականը դուք ինքներդ եք տալիս, չեմ ուզում ավել բաներ պատասխանել։ Ինքներդ եք տեսնում, բոլորս նույն կարգավիճակում ենք։ Եթե իրականում ես որևէ սխալ եմ արել, իրենք կտան դատավճիռը դրանում, բայց կարծում եմ բոլորը եւ իմ անձն են ճանաչում, եւ իմ 20 տարվա ստաժն են գնահատում, փորձենք թողենք դատավորին ճիշտ աշխատի։ Դատավորը եկել է եւ դատարանից արդարություն է ուզում, կլինի արդարություն։ Ես կարծում եմ 20 տարիներին եղել եմ արդար։ Հնարավոր չէ երկու կողմում այսպիսի անարդարություն լիներ, բոլոր ընտանիքի անդամները լինեին հանցագործ։ Բոլորս ունեցել ենք բարձր կրթություն, բոլորս լավ դաստիարակված ենք եղել, փորձել ենք մեր պաշտոնը ճիշտ օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության եւ որպես զինվորականի աղջիկ եւ որպես հերոսի աղջիկ ես չեմ ուզում որևէ մեկի անձի հետ կապել իմ այս կարգավիճակը, հուսանք, որ դատարանը արդարությունը կպահի։ Ինչու Տիկին Գրիգորյան, ինչու դուք։ Ինչու է այսպես։ Էս ստացվեց, հիմա չեմ կարող ավել բան ասել։ Շնորհակալ եմ ձեզ, որ այս պահին այստեղ եք։ Հուսանք լավ կլինի, ես լիահույս եմ, որ լավ է լինելու ամեն բան։